հաճախ ասում եմ երևի խորհրդանության 70 տարի ընթացքում դաշնակցության դեմ այդքան գիրք, գրականություն, ֆիլմ, չգիտեմ ինչ չեն պատրաստել, ինչքան սրանց ես 7 տարվա իշխանության օրոք։ Ստեղ բայց պետք է հասկանանք սրա պատճառը որն է, այսի շատ խորքայք ու կարևոր հարց։ Ինչի, որովհետև այո, դաշնակցությունը թիվ 1 գաղափարական հակառակորդն է։ Դաշնակցությունը սրանց հակառակ բևեռն է։ Այս անինքնություն, անինքնասեր, անդեմ, պետության կոնցեպտը, որ իրանք փաթեթավորել են իրական Հայաստանի տակ, այո, դա դաշնակցության ասացի խորը գաղափարական տարաձայնության մեջ։ Բայց նաև դաշնակցության անընդհատ փորձում է, երբ որ ինքը ազգային դիրքերից եւ հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության տեսակետից արմատական կերպով հանդես է գալիս, մեզ փորձում է ներկայացնել ծայրահեղական, արկածախնդիր, ժողովրդի դժբախտության բերող, երբեմն հակապետական ուժ։ Դե գիտես, բակապեն այդ պետք է անել, ինչ պետք է անել։ Իսկ թուրքական, դավաճանական ուժը այդ պետք է փորձի այդ պատկերը դաշնակցության մասին հանրության մոտ ստեղծի։ Դաշնակցությունը իր ողջ պատմության ընթացքում պատերազմական գործողությունների մեջ մտել է բացառապես իր ժողովրդի պաշտպանելու համար։ Ազգային ազգագրական պայքարը ինչի համար էր 20-րդ դարի սկզբին։ Այս կուսակցության ստեղծման նպատակն է հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու։ Հետևաբար, եթե դա դրանով ես փորձում եմ նկարագրել կամ ներկայացնել պատերազմի ուժ, մեր ժողովրդին պետք է անընդհատ խոսենք, որ բացատրենք մենք պատերազմի ուժ չենք։ Մենք պատերազմից մեր ժողովրդին պաշտպանող, իսկ պատերազմի ժամանակ մեր հայրենակիցներին պաշտպանող ուժ է։ Այս հանդիպումը մեր համար շատ առանձնահատուկ հանդիպում է, որովհետև ստեղ ներկա են մեր ուսանողական երիտասարդական միության անդամները եւ մեր համակի ուսանողներն ու երիտասարդները, որոնց հետ վերջին առնվազն 7 տարիների ընթացքում պայքարել ենք, միասին մեծ աշխատանք ենք արել, շատ հպարտորեն կարող եմ ասել, որ մեր ուսանողական երիտասարդական միությունները պայքարի բոլոր տեղերում եղել են առաջին գծում։ Պատերազմի ժամանակ դուք առաջին գծում հայրենիքի սահմաններն եք պաշտպանում, դրանից հետո փողոցում միասին պայքարում ենք այս չարիքի իշխանության դեմ ու ամենքը բոլոր ուղղություններով ներգրաված եք եղել նաև մեր քաղաքական ու մնացած աշխատանքներում։ Այս մարդիկ, եթե 21 թվականին մեր ժողովրդին խաբում ասում են գալիս ենք Շուշին դեօկուպացիա անենք, նույնիսկ խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, հիմա պարզ ասում են, նույնիսկ օգոստոսի 8-ից հետո հայտարարել են, որ Հայաստանի հսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձնեն։ Այսինքն այն ժամանակ ի սկզբանե ասել են, մենք այս մասին ասել ենք։ Ինչի մասին է խոսքը։ Շատ հստակ այսպես կոչված անկլավների։ Իրենք պնդում են Ադրբեջանը եւ Նիկոլ Փաշինյանը դրա հետ համաձայն են, որ Հայաստանի տարածքում Հայաստանի հսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Օրինակ Տիգրան Աշենը հանձնելու է, որ այդ մասին բաց, ուղիղ ասել է։